Հարգանքներս, պարոն Քոչարյան, 18 թվին, տեսեք դուք ձեր խոսքի մեջն էլ միշտ անցյալի վրա հղումներ կենեք, մի փոքր երտանք վաղ անցյալ նոր կանք էլի, աբագայից խոսանք, 18 թվից սկսած մենք լիակադար սատարել ենք ձեզ, հիմնվելով ձեր անցյալի, ձեր ուղու վրա, լիակադար, այդպես մի հատ միջոցառում, այս թուրքաբադագի դեմ ինչ որ իրագործվել է, մենք անմասն չենք մնացել, միշտ Մասնակցել ենք ամեն ինչին, դե դրա պատասխանը ինչ է ստացվել, մենք դիք սա կտանենք, բայց դեր լոկալ հարցեր կա որ դրա պատասխանները չի տրվի, ու դա մեզ շատ կմտահոգվի, թե մենք 21 թվին լիակադար կմտածեի որ անխտիր, բայց մեր հարցերը որ պատասխանները չկա, ես մտահոգվելու լիքը տեղ ունեմ, եթե կսեմ ես ուրեմն մենք, տեսեք լոկալ հարցերից, դուք հիմա ստեղ ենք Ժողովրդից քվե կխնդրենք Հայաստանի ապագայի հարցում։ Նույն ժողովուրդը լոկալ ստեղ տեղում ես է Գյումրիից եմ։ Մեր աջակցությամբ, մեր սատարման, մեր օգնությամբ քվեն տվել է Ախուրյան համայնքում։ Քվեն։ Ձեր ասած ապտակը Ախուրյան համայնքում ընդդիմությունը ՔՊ-ին տվել է։ Ու այդ իշխանությունը եղել է մերը ընդդիմության էին նկատի ունեն։ Ու մինչև հիմա իմ համար պարզ չէ, թե որպես ինչ այդ իշխանությունը տվեցվավ ՔՊ-ին, հանձնվավ, վաճառվեց դաժե սկսեմ։ Ինչի տվեցին ՔՊ-ին, ու ամենավտանգավորն ու սարսափելին որն է այստեղ, պարոն Քոչարյան, նույն օրինակի համար ամբողջ վարչական ռեսուրսը, վարչական ղեկավարներից սկսած այսօրվա օրով նույն ստեղա նշանակած վարչական ղեկավարները Բուկլետները ձերը Նիկոլի արև կերտվին։ Չեմի դու վարչական ղեկավարն ես։ Աբրիս, լավ ես երորել է։ Հիմի այդ հարցի պատասխանը որն է, դա մեկ, պարոն Քոչարյան, դա մեկ։ Որ մենք ՔՊ-ին ուժեղացրել ենք ստեղ, այդ հարցով իշխանությունը տալով ուժեղացրել են։ Մյուսը, տեսեք միասին է, չէ՞ ձեր կարմիր տարերով է գրած է։ Այդ միասինը ուր սկսվի ու որտեղ կավարտվի, որովհետև շատ տեղեր կուկակ հասնի որ այդ միասինը գնայինք ամբողջական հարթության մեջ, կուկակ հասնի կոնկրետ բան միասինը չկա։ Օրինակի համար ես չեմ ուզենա որ այս 5 տարվա ընթացքում ինչ կատարվավ, որ բանը ձեր ցուցակով մարդիկ կան, եղնին Գեգամ Նազարյան, 5 տարի հետո հասնի դառնա Նազար Գեգամյան։ Օն թերնին նստին Նիկոլի գիրկը։ Ես չեմ ուզենա որ բանը դուք նստեցրել եք մարդկանց բեմին, որոնցից շատ-շատերը, օրինակ Սյունիքի համայնքապետերը, որոնցից 1-2 հոգին են կայուն մնացել, որ բանը ծագե փնջով Նիկոլի կնգան դիմավորեն, որ Նիկոլիներ տան 2 ձեռով չես տան։ Հիմի իմ համար հարց է ու ժողովրդի համար էլ, դա ոնց է հնարավոր էլի։ Հիմի ասենք մարդիկ ընկանք հաղորդները կամ գործեր հարուցվավ, դուք իրանց թիկունք չկանգնակ, որ իրանք է ստիվված ճարահազալ ճշման տակ անցան Նիկոլի կողմը, թե ի սկզբանե իրանք պես սովորություն ունին, թև ունին թերնելու հետ էլ լավ են։ Դա է։ Մեկ է վերջի հարցը ապագայի հետ կապված։ Հունիսի 8-ին ինչ պետք է անենք։ Հասկացա։ Նայ, դու կարող եք բերել որևէ մեկ օրինակ ես ինչ որ բանից հետ եմ քաշվել։ Վախի պատճառով կամ ինչ որ տատանվելու պատճառով։ Չեմ կարծում, որ կարող եք նման օրինակ արել։ Ես ժողովրդական լեզու եմ, որ ասում եմ զադնի խոտ չունեմ, մի քիչ այդ տեսակի մեջ եմ։ Ինչ ասում եք, ճշմարտություն իհարկե կա։ Բոլորը չեն, որ ունեն նույն ամրությունը։ Բոլորը չի, որ կարող են, այսպես ասենք, պայքարել մինչև վերջ։ Մարդիկ կան, որ կոտրվում են, մարդիկ կան, որ չեն դիմանում ճնշումների եւ դուք օրինակները բերեցիք։ Բայց այսպիսի ճնշումների տակ 29 օգանոց Ֆրանկիայում մենք ունեցանք միայն մեկ կորուստ։ Ցավալի կորուստ էր, բայց մեկ կորուստ։ Դուք անունը տվեցիք Գեգամ Նազարյանը։ Նազարյան։ Ունեցանք մեկ կորուստ։ Իրականում նման կորուստներ եղան
եւ մյուս ընդդիմադիր ֆրակցիայից մեկ կորուստ եւ իշխանական ֆրակցիայից երկու, այսպես ասենք, բան։ Լինում են այդպիսի բաներ եւ մենք պետք է ասենք, որ սա, այսպես ասենք, կողմնակի բաներ էլ այդ ասում են պաբոչնե էֆեկտ են ասում ռուսերեն էլ այդ կողմնակի ինչ որ կորուստի հարց է եւ դրանից չպետք է հիասթափվենք։ Չպետք է հիասթափվենք։ Ինչ ասում եք, ընդունում եմ, երևի այդ մեղքը նաեւ ին վրա է, որ այդ ցուցակը կազմելուց մենք այն ժամանակ գոնե մեկ մարդու մեջ խապվել ենք, կամ իրականում մեկ չի, երկու, երեքն են, որոնք հետագայում, այսպես ասենք, մանդատը չվերցնելով, այնուամենայնիվ, ասենց այդ ամուրությունը չցուցաբերեցին։ Հիմնականում պատճառները ասեն, մեկը երևի ինչ որ բանով խրախուսել են, փորձել են ինչ որ ասենց պրանիկի այդ տարբերակով հետը շարժվել, մյուսների վրա քրեական գործեր են կախել, քրեական գործերը հասցրել են միջև ասենց վճռաբեկ դատարան եւ արկախած պահում են մարդու վրա ճնշում գործադրելու համար։ Սա է, չպետք է սրանից հուսահատվենք։ Սա կա ամենտեղ, սա լինելու է, բայց սա մեզ ավելի պետք է ամրացնի, այլ ոչ թե թուլացնի։ Հունիսի 8-ին ինչ ենք անելու, տոնելու ենք, հաղթանակը, տոնելու ենք հաղթանակը և նայեք, առաջ գնալուց, պայքարի մեջ մտնելուց, շատ են չէ խոսում պլան բեն որն է, պլան ցեն որն է, եվալ, իմ մոտեցումը հետևյալն է, առաջ գնալուց հետ մի նայր, այդ խարամատը վերցնելուց, արագություն պիտի հավաքես, թափ պիտի հավաքես, հետ չնայես, ուղղակի առաջ։ Հենց կամանձիրը սկսեց անընդհատ գլուխը հետ նայել, ամբողջ այդ, եթե վաշտ է կամ գումարդակ է, ամբողջ գումարդակ սկսելու է հետ նայել, հենց սկսեցին հետ նայել, այն վճռական փուլի ժամանակ պարտվելու ես։ Գազ տուր։ Նայեք, տեղական հարցերը, ինչքան գիտեմ ձեր հարցերը, առաջերտին ընդհանրապես այս ռեգիոնում, աշխատատեղերն են, սա առաջինը։ Համոզված եմ, որ լուրջ հարցեր ունեք կապված արտագնյա աշխատանքների հետ և այն ինչ անում է հիմա այս իշխանությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ծանրագույն հետևանքների կբերի։ Համոզված եմ, որ կան որոշակի այս դեպորտի հետ կապված Ռուսաստանում մարդիկ, որոնք ուղղակի իրենց ընտանիքը պահում են արտագնյա աշխատանքների ժամանակ, լրջագույն պրոբլեմներ են ունենալու։ Համոզված եմ դուք նաև ունեք երևի նույն հարցերը, որոնք բոլոր տարածքները Հայաստանում ունեն։ Տարբեր տեղերում փակում են պասպորտ սեղաններ, փակում են տարբեր ծառայություններ, փորձում են խոշորացնել, 2 դպրոց են կառուցում 6-ը փակելու համար, բազմաթիվ նման եւ ամենտեղ, որովհետեւ հիմա սա ամենտեղ են։ Ես չեմ հասկանում, թե ինչի համար են դա անում։ Բացատրությունը մեկն է։ Մենք հասկանում ենք, որ եթե գյուղի դպրոցը փակում ես, մեծ վտանգ է գյուղի ապագայի համար։ Փաստորեն ոնց որ գյուղը փակես։ Սա վերանայվելու է անկասկած։ Անկասկած։ Սա մի քաղաքականություն է, որը հաստատ ժողովրդի շահերից չի բխում։ Եվ նման կարգի ես տեսնում եմ, որ իրենք տարածքային մի քաղաքականություն են տարել, որը հետևյալն էր։ Ամբողջը կենտրոնանալ Երևանի վրա, տարածքների վրա ուշադրություն ընդհանրապես չկա։ Մենք տեղեր են գնում, ամենաշատը ինչ են անում, ինչ որ գյուղի մեջտեղ բան են անում, այս մայթ են սարքում, գյուղացու կյանքը չի լավանում, բայց գյուղացի մայթ հաստանում գյուղի մեջտեղ։ Կյանքը վատանում է, որտեղ գյուղատնտեսությունը անկում է ապրում, գյուղացու հարցերը չեն լուծում, բայց մի մայթ սարքելով ոնց որ սաղին խափում են։ Ուղղակի ինձ համար դա զարմանալի է։ Մենք չպետք է խափվենք, մենք պետք է նայենք այս ֆունդամենտալ հարցերի վրա։ Իսկ ֆունդամենտալը հետևյալն է։ Եթե տարածքները չզարգանան, երկիրը թուլանալու է։ Մենք չենք կարող
դառնալ քաղաք երկիր։ Չեն կարող դառնալ Երևանը ու Հայաստանը չպետք է նույնացվի։ Սա նշանակում է ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ այստեղ հնարավորություն ունենան աշխատանքի, հնարավորություն ունենան ընտանիքները պահելու։ Եթե ինչ որ բան կա, որ ուղղակի մոռացել եմ կամ չգիտեմ ձեր տարածքի վերաբերյալ, շատ հավանական է դուք պետք է հուշեք։ Դրա համար հիմա այս հարց ու պատասխանի մոդելին ենք անցել։ Ավերայել աշխատում է։ Դա այն բանն է, որ ամեն մարդ անհատականապես պատասխան տալու, պատասխանատվության զգացումը չկա։ Ես ինչու արեմ ցեզի այդ օրինակը, որ մեկը ինչ որ բան երել է սխալ է, պետք է բերվի ռելսի վրա դրվի այդ մարդու։ Որ ամեն մեկը պատասխանատու եղնի իր երազի չերազի համար։ Դուք էլ առաջնորդ որպես որ ես հարգելով ձեզի, ձեր անձով է կապված մեր այս Հայաստան դաշինքին մեր սադարումը, ձեր անձով, հիմնավոր ձեր անձով։ Ասենք, չկանչեք այդ ախուրան համայնքի ղեկավարին, որ իրանց էս արանից զգուշացվել է։ Ես իմ դարդս պաշտոնը չէ։ Իմ դարդս նիգե որ քպեն դիք ուժեղ ծավ քպեն ստեղ։ Այս ախուրան համայնքում մեր մարզը ունի 6 համայնք։ 6-ից մեկն էր մեր էդել տվեսվավ։ Այդ դիգե չկանչեիք սեկտո գեդինը մտնիկ։ Այս մարդկանց չի գցեք։ Հիմին այդ ինչ կոլապսը առաջ ընկան է 6500 մարդ ցենը տվե ընդդիմությանը 6100 մարդ ցենը տվե իշխանությանը։ Հիմի այդ քիչը 6100 հոգի ցեն տարածը իշխում է 6500-ի։ Գիտեմ այդ պատմությունը մարդ հրաժարվեց։ Իրանցն է։ Գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, ցավալի պատմություն է, բայց ամսի 8-ին այդ մարդկանցից հարցնելու հնարավորություն այո ունենալու ենք։ Եվ պետք է գնահատվի իսկապես մարդու ամրությունը, մարդու հետևականությունը։ Լավ։ Կոնկրետ ինձ ես երբեք իմ կյանքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ես կամաչեմ պատմել իմ զավակներին, որի մասին կամաչեմ պատմել իմ թոռնիկներին։ Չեմ արել մեկ քայլ։ Absolutely հարցն են։ Գեր ընդեղ է։ Հանրապես դա իմ բանաձևն է եղել կյանքում։ Մի բան, որի համար դու սենց ամոթի զգացում ունենաս, որի համար դու ռիսկ չես անի պատմել սենց քո երեխաներին, էլի սա։